մի բան էր, տեսեք, հանրապետականը մեծ փորձառություն ունի ընտրությունների, Հայաստան դաշինքն այնտեղ հայ-աղափական դաշնակցությունը մեծ փորձ ունի, Գագիկ Ծառուկյանը մեծ փորձ ունի ընտրությունների, բայց օրինակ մեր ձևը չունի։ Ոչինչ դա ընտրությունների ժամանակ դուք գիտեք ընտրատեղամասերը շատ կարևոր են։ Ես կարծում եմ իհարկե դա խնդրեմ է, դա կարող է խնդրեմ լինել, բայց այդ ուղղությամբ հիմա մենք տեսնում ենք, որ զուգահեռաբար ամենտեղ աշխատում են, որովհետև ես տեսնում եմ, օրինակ սոցիալական ցանցերով եմ կանում շատ դեպքերում, օրական 3-4 բան է բացվում, գրասենյակ է բացվում, այսինքն շտաբ է բացվում։ Դա նշանակում է, որ ես կարծում եմ, որ նաև մարդկային ռեսուրսներ են ներգրավում, այդ թվում փորձված մարդկանց։ Փորձված։ Ես կարծում եմ, որ այդ ամեն ինչին ես վստահում եմ, որ այս 3-ն են, որտեղ 20-30 տարի մեջն են եղել։ Ուղղակի ժամանակը գուցե կարճ է, բայց պետք է այդ ամեն ինչ արվի զուգահեռաբար, բայց ես մի բան էլ ասեմ, դուք հիմա նշեցիք, էսա փորձված է, նա փորձված ման, ես կարող եմ ասել, հաստատ ընտրությունների մասնակցել են, չէ՞, բոլորը։ Բայց ես կարծում եմ, մենք երբևիցե չենք ունեցել այսքան ռեսուրսային ընդդիմություն։ Երբևիցե մեր պատմության ընթացքում ռեսուրսային բոլոր առումներով, այդ թվում նաև փորձի առումով, որը կուտակվել է ռեսուրսային նկատի ունեմ կառույցներ, ֆինանսներ, կապեր, նույնիսկ արտաքին մեդիա ռեսուրսներ, այսինքն կան ստարտային առումով, եթե սա ստարտային է դեռևս իրավիճակը, բավականին հետաքրքիր իրավիճակ է, կա շանս, եւ դա այն պարագայում, երբ իշխանությունը գրեթե չի կարողանում ոչ մի կերպ իր ռեսուրսը մեծացնել։ Մենք տեսնում ենք 2 տարի է զբաղվում է նախընտրական կամպանիայով այն բանը կախիչներից սկսած այդ փուլից հունվարից Չէ, մենակ այն պատկերը, որ դիսկո է, այդ ինչա կոչվում, դիսկո թե ինչ։ Վարչաբենդը։ Չէ, դիսկո է, այսինքն ցկցկոցա կազմակերպում։ Այսինքն ամեն ինչ խեղճ տատի պապիներ, այն ավտոբուսի ժողովրդի հույսին է մնում։ Ամեն ինչ անում է, որպեսզի այդ իր սոցիոլոգիական գոնե տվյալներով 15%-ի այդ շրջանակը մի քիչ մեծացնի, բայց չի ստացվում։ Ինչը մենակ գնաց 3 առաջ օրը եկեղեցի։ Դե մենակ չէր, պարզ է, սիրելի հայրենակիցներ, 100 հոգի կային, ուղղակի հայտնի դեմքեր։ Այդ ոչ մեկի մտքով չհասնի, որ ինքը իր այդ 30 հոգին կան Թիկնազորը, ամենայն հավանականությամբ ինչքան կլինեին առա։ 60-100 հոգի էր կողքից։ Ես կարծում եմ իր համար ես միշտ եմ դա ասել, իր համար այդքան կարևոր չի շատ մեծ զանգվածներ տանելը հիմա, իր համար շատ ավելի կարևոր զուտ փաստը, որ ինքը պարակտում է, ինքը ունի իր եկեղեցին, այսպես ասենք, պայմանական։ Բայց ուր գնում դուրս է գալի, հետևից մաքրագործում են ու սկսում են վեհապար հոր անունը տալ։ Դե հիմա իր ամենամեծ խնդրեմը այս եկեղեցու դեմ պայքարում ամենաառաջի եւ մեծ խնդրեմը, որը իր բանից հանում է, հունից հանում է, ինքը քարոզչությունը պարտվել է։ Հա, ինքը միշտ բոլոր բաներում իր գլխավոր զենքը միշտ քարոզչությունն է, մանիպուլատիվ կլինի, թե ոնց կլինի, հիմա ինքը պարտվում է։ Հենց դրանում է, հենց դա իրեն բանից հանում է, ունից հանում է, այսինքն հիմա իր խնդիրը նա չէ, որպեսզի ինչ որ մի հերթական վարկաբեկված պաշտոնյան հետը տանի ինտեղ։ Իմիջիայլոց ինքն էլ է նույնիսկ հասկանում, որ դրանք ոչ մի բան իրան չեն տալիս, ուսապարկ եղել են, անլեզու են եւ այլը, ցանկացած լրագրող իրենց կարողանում է հունից անել, ցանկացած լրագրող կարողանում է վարկաբեկել ընդհանրապես վարչապետի հակաեկեղեցական արշավը։ Շատ լավ, եւ ինձ խնդրեցի, որ նորից ասեմ, ուրեմն այսօր փետրվարի 9-ին Հանրապետության հրապարակում նախատեսված ակցիան կիրականացվի Բաղրամյան 26 հասցեում նախագահականի մոտ, այսինքն ՀՀ նախագահի նստավայրի դիմաց ժամը 18:00-ին։ Հիշում եք, եւ բոլորն էին հայտարարել, եւ հայ-աղափական դաշնակցությունն է հայտարարել, եւ Հայաստան դաշինքը առաջինը սրա մասին խոսեց Արմեն Աշոտյանը, որ մենք պարտավոր ենք բոլորս լինել այնտեղ։ Ես հույս ունեմ, որ ում մեջ մի քիչ մարդկային բան կա, հայ կա, չգիտեմ ինչ, բոլորը պիտի լինեն այսօր ժամը 6-ին նախագահականի մոտ, Միացյալ Նահանգների փոխնախագահը Հայաստանում է, պահանջով, խնդրով, դիմելով, որ Հայաստանի բանտերից ազատ արձակվեն մեր հոգևորականները եւ Բաքվի բանտերից ազատ արձակվեն մեր հայրենակիցները։ Այո, ես կարծում եմ կարևորագույն միջոցառում է եւ շատ բացառիկ շանս։ Այո, շնորհակալություն։ Մնացեք մեզ հետ մի քանի րոպեից ուղիղ եթերում կլինենք Նաիրա Զոհրաբյանի հետ։